Զարուհի, ես աշխատում եմ տոկաղի մոտ, ես կոշկական ժորայի որդին եմ, ես գիտեմ քո մայրիկը չի սիրում ինձ նման բանվորների, հա, նա ասում է, մի թակ աղջիկ ունեմ, տամ գնա թոփար ժորային դառնա հաս, նա սիրում է շքեղ մեքենաներով, սև մեծ մեքենաներով տղաների, ասում է, մի աղջիկ ունեմ, դժվարությամբ պահեմ մեծացրեմ մինուճարից տամ թոփալ ժորայի տղային, Զարուհի, ես լիպարիտն եմ, ես եկել եմ որ ասեմ, չէ, իմ հայրիկն ասել է որ, այս խոսքերը պիտք է ասել այն մարդու համար, որ, այո, շատ ճիշտ ես, չէ, ես աշխատում էի տոկաղի մոտ, գերեցիկ բոլներ էի սարկում, հա, քո հայրիկն էլ եկավ, գյուտարար հայրիկըտ, ասես լիպարիտ, ինձ երկու հատ սիրուն գեղեցիկ բոլտ է պետ, լավ հիշում եմ 18 համարի, ես պատրաստեցի, անվճար նվիրեցի քո հայրիկին, նա էլ ասաց, ապրես լիպարիտ, շատ խելացի տղա ես, ինձ բոլոր են ասում խելացի, բացի քո մայրիկից, որովհետև քո մայրիկն ասում է, ես նման գժերին բա աղջիկ կտան, իմ մայրիկն էլ է ասում, ասում է լիպարիտ, գնա, հացի փղում աշխատի, երկու հաց կգողանաս, մեկը ձրի կտան, գնա գողությունն արա, էլ լավ մեքենա քշի, դեղ պապիկիդ Մոսկվիչը նստում բայց իմ պապիկն ասում է, այս Մոսկվիչը ինձ տվել են, որովհետև ես պատերազմում հաղթել եմ գերմանացիներին, հա, մեդալներ ուներ, մեդալներ հագնում է, դեմ պաբեդի, պապին գնում էր, Պարհատի ասում է լիպարիտ ջան, արիր հետս տես, պապին ինչ ընկերներ ունի, որտե է հաղթե, բավոց, հա, քոչարին էլ պարելամ, իսկ քո մայրիկն ասում է, լիպարիտի նման հիմարին բա աղջիկ կտան, Զարուհի, ես եկել եմ ասեմ, որ ես քեզ սաղիքներ եմ բերել, Զարուհի,